Փետրվարի 10-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում էին համախմբվել թեմի տարբեր ծուխերում սպասավորող հոգևորականները։ Թեմական կյանքում առաջին անգամ Ղևոնդյանց տոնին իրենց մասնակցությունն էին բերել նաև երեց կանայք։ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հանդիսապետությամբ տոնական Սուրբ եւ անմահ պատարագը մատուցեց Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը։ Տեր հայրը շնորհավորեց հոգևորականներին տոնի առիթով եւ նշեց, որ Ղևոնդյանց օրինակն այսօր էլ ոգեշնչում է ամենքին։ Քրիստոս ասում է, եթե դուք այս մարդկանց առաջ ինձ խոստովանեք, ես էլ ձեզ կխոստովանեմ հոր առաջ կամ հրեշտակների առաջ։ Եվ նույն ձևով, եթե ուրանաք, ես էլ ձեզ կուրանամ։ Դատաստանի օրը ճուրա, որովհետեւ կանգնենք Քրիստոսի կողքին, ոչ թե Քրիստոսից լսենք խոսքեր, թե ես ձեզ չեմ ճանաչում բոլոր անօրենություն գործողներդ, պետք է մենք հավատարիմ լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ մեր մայր եկեղեցուն։ Պատարագի ավարտին տեղի ունեցավ պարգևաբաշխություն։ Ի գնահատություն հայոց եկեղեցու հանդաստանում 20 եւ ավելի տարիներ արդյունավոր ու նվիրյալ ծառայության, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ծաղկյալ փիլոն կրելու իրավունք շնորհվեց Տեր Անանիա քահանա Բաբայանին, Տեր Մաշտոց քահանա Հակոբյանին, Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանին, Տեր Արաքել քահանա Ամիրյանին, Տեր Մարկոս քահանա Սարգսյանին, Տեր Աշոտ քահանա Ղազարյանին, Տեր Վիգեն քահանա Մանուկյանին։ Մեր շնորհակալությունը, խոնարհությունն ենք բերում նվիրաբերական մեր հայրապետին, ամենայն հայոց կաթողիկոսին, Տեր Գարեգին II կաթողիկոսին եւ թեմիս բարեխնամ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, որ իրենց օրհնությամբ մեզ տվեցին եւ օրհնություն եւ պարտավորություն մեր ծառայությունը ավելի նվիրյալ, ավելի զոհաբերող կատարենք մեր եկեղեցուն, մեր ազգին եւ մեր հայրենիքին։ Լանջախաչ կրելու իրավունքի արժանացավ Իժևսկի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Վարդանյանը։ Այսօր արժանանալով մեծագույն օրհնության ես ստացա լանջախաչ կրելու իրավունք, ինչի համար նախ եւ առաջ ուզում եմ իմ որդիական խոնարհումն ու շնորհակալությունը հայտնեմ ազգիս վեհափառ հայրապետին, ում օրհնությամբ եւ տնօրինությամբ ինձ որպես ծառայակցի, որպես հոգևորականի պատիվը շնորհվեց կրելու լանջախաչ։ Եզրաս Սրբազանը շնորհավորելով հոգևորականներին նշեց, որ Սուրբ Ղևոնդ երեցի եւ նրա ուխտակիցների հիշատակի տոնախմբումը առիթ է անդրադարձ կատարելու հայ եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը։ Նրանց անսահման սերն ու հավատարմությունը Աստծո ու հայրենիքի հանդեպ մղեց նահատակության։ Ղևոնդյանց օրինակով մենք էլ այսօր մեր ժամանակի պատասխանատուներն ենք։ Ուստի հավատարմությամբ ու նվիրումով պաշտպանենք մեր եկեղեցին ու հայոց պետականությունը, ասաց Սրբազան հայրը։ Մեր օրինակը Ղևոնդյանք են եւ ինքնին այս օրինակը պարտավորեցնող է եւ հուշում է ծառայել անմնացորդ սիրով երկնավոր Տիրոջը եւ հայ առաքելական եկեղեցուն։ Սա յուրահատուկ մի առիթ է, յուրահատուկ մի տոն է, որ յուրաքանչյուրիս գալիս է եւս մեկ անգամ պարտավորեցնելու հավատարիմ մնալ մեր ուխտին, մեր ոգուն, մեր հավատին եւ ինչպես Ղևոնդյանց քահանաները, այնպես էլ մենք այսօրվա քահանաներս պատրաստ լինենք պայքարելու, հաղթանակելու եւ ինչպես Ղևոնդյանց քահանաները մեր կյանքը անգամ զոհելու հանուն հայրենիքի եւ հանուն հավատքի։ Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանն իր խոսքում նշեց, որ հայ եկեղեցին այսօր կանգնած է մարտահրավերների դեմ հանդիման, ուստի միաբան ու միակամ պետք է պայքարել հանուն հավատի, հանուն հայ եկեղեցու անսասանության։ Սուրբ Ղևոնդյաց հիշատակը տոնել կնշանակի հաստատվել հավատարմության մեջ, զորանալ նրանց սխրանքով ու նրանց բարեխոսությունը խնդրելով կրկին անգամ փաստել։ Մայրաթորդ Սուրբ Էջմիածնին հավատարիմ եմ, հայրապետիս հավատարիմ եմ, ինչ էլ որ լինի, ու թող Տերը մեզ զորացնի մեր այս կոչման մեջ։ Աղոթում եմ, որպեսզի այս սրբերը, որոնք իրենց ժամանակին հավատարիմ եղան այն ուխտին, որ իրենք իրենց ժամանակին կապել էին Աստծո հետ եւ հայ եկեղեցու հետ, անգամ չվախենալով, չվարանելով, կանգնած լինելով կյանքը, սեփական կյանքը կորցնելու այդ վտանգի առաջ իրենք թողեցին մեզ համար օրինակ։ Դոնի Ռոստովի Նովոչերկարսկ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Անանիա քահանա Բաբայանն իր երախտագիտության խոսքում նշեց, որ անձանձիր ու աննկուն ոգով պիտի շարունակե սպասավորել ծուխերում։
22 տարի Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թևում ծառայելու ընթացքը բերեց այս գեղեցիկ օրվան եւ արդյունքին։ Շնորհակալ եմ առաջնորդ Սրբազան հորը, գերաշնորհ Տեր Եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանին, ամենայն հայոց հայրապետին իրենց գնահատանքի խոսքը մեզ ուղղելու եւ այս լուծը քաղցրությամբ սիրով տանելու համար։ Հավաքին քահանաները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով վերահաստատեցին իրենց ուխտը, հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը եւ ամենայն հայոց հայրապետը։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Թեմական կյանք, Մոսկվա։